Կոտայքի մարզի Քաղցի գյուղում չկաների շարքը սկսվում եւ չի ավարտվում։ Գյուղում չկա ոռոգման ջուր, տրանսպորտ, աղբարանություն չի իրականացվում։ Չգործող աղբարանության հետևանքով Քաղցի բնակիչները գյուղի միջով անցնող հրազդան գետը աղբավայրի են վերածել։ Գյուղացիների մի մասն էլ աղբը սեփական բակում են վառում։ Ամառասիզոնը ընդհանրապես ապրելը անհնարին է։ Սա որդու բլոճը, հակասանիտարական գոտի է ստեղ։ Ես անմիջապես դեդի ափին եմ ապրում վերևում ասում, որ անհնարին է, շնչել չես կարող։ Կոյողակիրն զիբիլ է, եթե ասվաշանի ոդզգնի ջուրը մինչև ստե քաչ է։ Գյուղն 8 տարի առանց ոռոգման ջրի է մնացել։ Ոռոգման ջրի բացակայության պատճառով այստեղ գյուղացիները չեն կարողանում ոչ հողագործությամբ եւ ոչ էլ այգեգործությամբ զբաղվել։ Խնդրին քաջատեղյակ են համայնքային իշխանությունները, սակայն ոռոգման ջուրն այդպես էլ Քաղցի չի հասնում։ Այն լավ ծառներս որ ամեն մեծ ծառս 200-300 կիլո տանձեր տալը մգա իմացալ մի հատ չունեմ։ Ոռոգման ջուրը այն հրազդանի այն վերջից գալիս է գնում է Սորակ գյուղ, մեր գյուղի կողքով, այն վերջի տների կողքով։ Ինչի Սորակի գյուղապետը կարեր այդ ջուրը քաշել կաներ Սորակ, իսկ մեր գյուղին չկա։ Սորակի ջրից կվերցնենք, Սորակի ջրից վերցրել են մեր փոքր դույմ, այդ էլ դասա Սորակի գյուղապետը գալիս է իր գյուղացիների հետ կայնում են, ասում է, այսօր ջրի հերթը մերն է չենք տալ։ Բացի ոռոգման ջրից գյուղում տրանսպորտ չկա։ Քաղցին Հրազդան քաղաքից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն կանոնավոր տրանսպորտ չլինելու պատճառով գյուղացիները մարզկենտրոն տարին մեկ անգամ են գնում։ Մյուս գյուղերի տրանսպորտով, գալմաղալով, նեղվածքով չենք ունեցել։ Քաղցեցիներին անհանգստացնում է նաև կոյուղու բացակայության հարցը։ Ժամանակին գյուղի մի քանի թաղամասում կոյուղի է գործել, բայց անհետևողական աշխատանքների պատճառով գյուղն ամբողջությամբ զրկվել է կոյուղուց։ Այնտեղ գիծրետմեր, սա ծիծումը ինչքան տրվող էր։ Վերսաղ գյուղը միացին իր հետերն է, մակրնակային։ Եներ քանդին տարան, ամեկ իր ամա թալան են տարան, անտեր գյուղ։ Գյուղացիները խնդիրների լուծման հույսը կապում են դեկտեմբերի 14-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Ակնկալում են, որ իրենց քվեն ստացած գյուղապետը ականջալուր կլինի իրենց բարձրացրած խնդիրներին։